Պարոն Սահակյան, մի քանի հարցեր ունեմ եւ խնդրեմ կարճ անդրադառնանք, որպեսզի ժամանակը էֆեկտիվ օգտագործենք։ Նախ այդ ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ, 2006-7 թվականների ծրագիրը պետք չի ժամանակ առաջի հարցը ուղղում կատարենք եւ ասենք չլինի, որ հասնենք 2020 թվական, ասենք 2006-7 թվականի ծրագրով 20 թվականի հաշվետվությունը։ Ինչ առաջարկ ունեք այս առում, եթե պետք է ուղղում անենք, ես հասկանալի է, որ դա վերջի ծրագիրը 6-7 թվականների ծրագիր է եղել, այդ մեկ։ Երկրորդը, քանի որ արդեն իսկ գործում է պետական գույքի կառավարման մասին օրենքը, ուրեմն մենք ինչի ենք ընդունել այդ օրենքը, որպեսզի սեփականաշնորհը ներառվի նաև այդ գույքի կառավարման մեջ, որտեղ սեփականաշնորհման ակտիվ փուլը վերջացել է, միգուցե այստեղ էլ պետքա փոխկապակցենք, տեսնենք այս ծրագիրը հաշվետվությունը ներկայացնելու պահը, եթե ցուցանիշները այնքան փոքր են, համեստ են, արժե որ մենք բերենք ամեն անգամ ստեղ այդ, թե ներառենք պետգույքի կառավարման ամբողջական ինչ-որ սխեմայի մեջ, եւ երրորդը ավանդական հարց, քանի որ դուք գիտեք, որ ես էլի իջնում հրազդանից որ սպորտով զբաղվելու, Դվին հյուրանոցին նայում եմ, ինչ է կատարվում դա, ոնց որ թե որոշակի ակտիվություն կար, հիմա ես ուզում հասկանամ ինչ է կատարվում, այսքանն է։ Շնորհակալ եմ հարցադրումների համար, պարոն Մելքումյան։ Ես կարծում եմ ձեր առաջի հարցադրումը կապված է նրա հետ, որ ասենք 2005-2007 թվականները դարձնենք 2000 ենթադրենք 15-17 թվականներ։ Ես կարծում եմ, որ դա ըստ էության նորմալ առաջարկ է եւ ընդհանուր առմամբ կարելի է հաշվառել, թե ըստ էության Հայաստանի Հանրապետությունում քանի նման կազմակերպություններ կան, որոնք կարելի է մասնավորեցման ծրագրում ներառել, աշխատել միասին այդ կազմակերպությունների վրա եւ բնականաբար երկրորդ հարցն էլ ըստ էության կապված է մյուսի հետ։ Համաձայն եմ երկու հարցադրումներն է, ուղղակի զուտ աշխատելու խնդիր է, որին պատրաստ եմ ես, երբ կցանկանաք պատեհ պահին ձեզ, մենք պատրաստ ենք քննարկելու ձեր հետ եւ այդ խնդիրներին լուծում տալ։ Դվին հյուրանոցային համալիրի հետ կապված ես հենց նոր որ ասում էի մեկ գնորդի կողմից 8 միլիոնի փոխարեն 10 միլիոնից ավել ներդրումներ է կատարվել հենց Դվին հյուրանոցի հետ էր կապված։ Եթե հիշում եք նախորդ անգամ ես ասացի, որ բավականին լայնածավալ ծրագիր է ներկայացնում Դվին հյուրանոցային համալիրը, այսինքն այն ներդրումների չափը, որը որ արտավորվել էր ընկերությունը, չբավականացրեց ամբողջությամբ ավարտելու, որտեղ ծրագրերը մեծացան, այն ծրագրերը, այն նախագծերը, որոնք որ կային այդ ներդրումների չափի մեջ դրանք ավելացան, հիմա երկար ժամանակ է արդեն կառավարությունում քննարկվում է Դվին հյուրանոցային համալիրի նոր ներկայացրած ծրագիրը, որը իր մեջ ներառում է մի քանի փուլեր եւ տարբեր գերատեսչություններ եւ պետական գույքի կառավարման վարչությունը եւ ֆինանսների նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը համատեղ քննարկում են այդ ծրագրերը։ Իհարկե որոշ աշխատանքներ իրականացվում են, եթե անձեն աչքով էլ նայենք, նորից եմ ասում, որ բավականին մեծ աշխատանք է կատարված։ Եվ ես կարծում եմ, որ երբ որ կառավարությունը հավանության կարժանացնի նոր ծրագիրը Դվին հյուրանոցային ուրեմն համալիրի, նորից ակտիվ այդ աշխատանքները կսկսեն։ Բայց մեր վերահսկողության տակ է, անհոգ եղեք, ինչպես որ մենք ասել ենք, որ ավարտվելու է այդ աշխատանքները, ավարտվելու են անպայմանորեն։ Շնորհակալ եմ։ Պարոն Մելքումյան, համեցեք։ Պարոն Սահակյան, այո, ես շատ հետաքրքիր էր, որովհետև դա լուրջ ներդրումներ են այսօրվա այդ հյուրանոցային եւ ընդհանուր համալիրի այդ տիպի համալիրների մեջ։ Ես կարծում եմ, բայց մենք պետք է հետամուտ լինենք այդ ներդրումային պարտավորությունների ծրագրով, որ ժամկետները շատ չձգձգվեն։ Եթե ես չեմ սխալվում, 15 տարուց ավել է արդեն, որ ընդհանրապես Դվինի հետ կապված ձգձգվում է, այնպես լինի, որ գոնե առաջիկա մի 3-4 տարիների ընթացքում գա հանգուցալուծման, որովհետև Դվինը դա երևանցիների այդ թաղամասի կարևորագույն խորհրդանիշերից մեկն է։ Շնորհակալ եմ, պիտի ձեզ տեղեկացնեմ, որ եթե հիշում եք հենց այդ 15 տարիների ընթացքում այդ պայմանագրերը, որոնք որ ժամանակին կնքվել էին կողմի հետ, դրանք այնպիսի պայմանագրային պարտավորություններ ներառված չէին մեջը, որ նրանք կարողանային այդ շինարարական աշխատանքները անել։ Մենք մոտավորապես 2 տարի աշխատեցինք, որպեսզի նոր այդ կետերը պայմանագրային պարտավորություններ չկատարման դեպքում ինչ տուժեր, ինչ տուգանքներ, այսինքն 15 տարվա, այսպես ասեմ, չարած աշխատանքը փորձել ենք 2 տարում
ամփոփել եւ ես կարծում եմ, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում այդ խնդիրը անպայման կհանգուցալուծվի։ Շնորհակալ եմ։